Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանին, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց Թուրքին։ Հիմա այս կանից հետո ձեր կարծիքով Փաշինյանին ձայն տվող կլինի։ Չէ, իմ կարծիքով չէ։ Թուրքիան, Ադրբեջանը մեր թշնամիներն են։ Ինչու՞ պիտի անպայման ինքը ուրիշների թելադրանքով միշտ առաջնում։ Թուրքիան 21 թվականի փետրվարին, երբ որ Հայաստանի գլխավոր շտաբը հայտարարեց, որ թույլ չի տա ժողովրդի հանդեպ ճնշումներ, միանգամից հայտարարություն տարածեց, որ թույլ չի տա իշխանափոխություն Հայաստանում, այսինքն իրանք ունեն հարմար իրանց համար ընդունելի ղեկավար եւ ամեն ինչ անել են, որովհետեւ պահպանեն։ Իսկ դրանից ելնելով Փաշինյանին ձայն կդան թե չէ, ենթադրում եմ, որ դա իրականում ունենալու է շատ չնչին ազդեցություն ձայն տվողների համար։ Բայց Թուրքիա ինչ իրավունք ունի մեր նախագահին ընդունելու կամ չընդունելու։ Քանի որ մենք ցարելով Թուրքի հետ չենք ունեցել, որ այդ կոդվորումները մեր արժի կոդվորումը Թուրքն է։ Աշանել է մասերի մեծ Հայաստան դարձել է կայքազիներ։ Եվ դրա համար ես համաձայն Թուրքիի ու Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես չի լինելու, Ազիզ ջան, չի լինելու, ինքը ծախեց երկիրը, Հայաստանը կկործանե։ Չէ, բոլորովին, ես այնպես չէի տա, ոչ Ալեն Սիմոնյանն է թուրք, Փաշինյանն է թուրք։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը գիտակցության կա, դի ձայն չդան, դաժե մեծ ձայնը պետք չեն, ինքը Իրանը պետք ձայն չդա, այդ կարգի, ինքը Իրան պետք կնդագարեր, գյուլեր պետք ճապտից, պատերազմ, պարտվելուց հետո, պատմության մեջ էլ այդպես բան, դեպք չի եղել, որ հանգարց, ինչ որ մի հատ պարտված երկրի ղեկավար, կամ գլոխն են կտրել տարի դրել են դեմերը, կամ ինքը Իրան, Հիտլերն ինքը Իրան գյուլեց, ինքը Իրան խփեց։